Փարեզես հորիզոնը սկսում է աշխատանքը։ Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի պետխորհրդի անդամ արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Հանդիպման ընթացքում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում ընդգծվել է Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ եւ Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագրերի համադրելիությունը եւ Հարավային Կովկասի, Ասիայի եւ Եվրոպայի միջև կամրջի դեր կատարելու նշանակալի ներուժը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը գծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Չինաստանի սկզբունքային մոտեցումը հիմնված առանցքային սկզբունքների, այդ թվում տարածաշրջանային ամբողջականության հարգման վրա։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։ Երեկ տեղի ունեցած կառավարության հերթական նիստում վարչապետն անդրադարձել է հունիսի 25-ի աղմկահարույց իրադարձություններին եւ խոսել նաեւ հեծը պետականացնելու մասին, մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության եւ կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ Վարչապետն այս հայտարարությամբ սկսեց կառավարության նիստը։ Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց իրավապահ մարմինների աշխատակիցների համատեղ գործողությունները, առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ը է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել եւ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետն ընդգծեց նաև, որ մայիսին տնտեսական լավ ցուցանիշներ են արձանագրվել։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ տնտեսությունը ճկունության դրսևորումներ է ցուցադրում, արագ արձագանքելով իրադարձություններին եւ փոփոխություններին։ Այդ ցուցանիշների մասին մանրամասներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապյանի խոսքով 2025 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10.4%-ով, ինչն ըստ նրա պայմանավորված է շինարարության եւ ծառայությունների աճով։ Ես ուզում եմ նշել, որ չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերությունը 5.9% այդտեղ կրճատում կա, բայց մենք նաև վիճակագրության կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք եւ տեսանք, որ մի շարք ոլորտներում մենք մեծ աճ ունենք, օրինակ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության եւ այլ ոլորտներում արտադրությունը էական աճել է, պարզապես նախորդ տարի եղել է ոսկու, այսպես ասած, վերամշակման ինչ-որ process, որը այս տարի 40%-ով կրճատվել է, 41%-ով կրճատվել է եւ դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը ըստ էության բերվել է եւ արդյունքում մենք 5%-ից մի փոքր ավել կրճատում ունենք, այսինքն իրականում տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա նաեւ արտադրության ոլորտներում եւ այդ ոսկու գործոնը, եթե մենք չեզոքացնեինք, ել ավելի բարձր արդյունք կունենայինք։ Մայիսին ունենք նաև աշխատատեղերի բացարձակ ռեկորդ, նկատեց կառավարության ղեկավարը։ Աշխատավարձով ապահոված 790.320 աշխատատեղ է գրանցվել, ասաց Փաշինյանը։ Խոսելով էներգետիկայի ոլորտի մասին, վարչապետն առանձնացրեց էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, հունիսի 25-ին մասնակցում էր հիպերմոլի բացման արարողությանը, որի ժամանակ տեղի է ունեցել հոսանքազրկում։ Պատկերացնում եք, մարդիկ $70 միլիոն ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Բայց մենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե ես ասեմ, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ մենք բոլոր գծերը անցել ենք եւ իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։
Իսկ դա նշանակում է, որ ըստ վարչապետի պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ արագ եւ արդյունավետ իրականացվեն։ Հարցը քննարկվել է քաղաքական մակարդակով, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության եւ խմբակցության շրջանակում։ Արդեն իսկ նախապատրաստվել են համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները։ Որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը կառավարությունը որոշեց 1 միլիարդ 124 միլիոն դրամ տրամադրել 14 համայնքի 18 ծրագրի համաֆինանսավորման, իսկ լրացուցիչ 300 միլիոն դրամ էլ շուրջ 410 ընտանիքի հիպոթեքի մայրգումարը նվազեցնելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը հիշեցրեց, եթե ընտանիքում կա երկու անչափահաս, ապա պետությունը աջակցում է հիպոթեքի կանխավճարին որոշակի գումար ավելացնելով, իսկ եթե երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ունեն հիպոթեք, ապա պետությունը առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդի դեպքում մինչև 500,000 դրամ է տրամադրում մայրգումարի մարմանը, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդի դեպքում 2 միլիոն դրամ։ Վարչապետը նկատեց, ժողովրդագրության ոլորտում կան խնդիրներ եւ պետք է ծրագրերի միջոցով խթանեն երեխաների ծնելիության աճին։ Բացի այս հատկացումները, գործադիրը հաստատեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նախագծով նախատեսում ենք, որ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե նույնպես կառավարության համապատասխան որոշումներով, ասեմ, որ սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար։ Նախորդ տարի 500 դպրոցում 800 միլիոն դրամի կապիտալ աշխատանք է արվել այս անհրաժեշտ ուղղություններով։ Վարչապետը նաև հիշեցրեց, առաջիկա 10 տարիների համար կառավարության նպատակն է այսօր գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենալ նոր դպրոցներ։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հույս ունենք մոտ ապագայում կշարունակվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են բանակցությունները, հայկական կողմը դրական է տրամադրված, հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրելու խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը, նշել է փոխնախարարը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նաև անդրադարձել է իսլամական համագործակցության կազմակերպության կողմից վերջերս ընդունած բանաձևին։ Հայաստանը քննարկումներ է անցկացնում իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ։ Այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը, հայտնել է Կոստանյանը։ Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն չեն ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Երեկ տեղի ունեցած նիստում ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ռազմագերիների հարցին։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Տիկնայք եւ պարոնայք, ռազմագերի լինելը պատիժ չէ։ Դա պարզապես ռազմական միջոց է կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ։ Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին։ Մենք հավասարեցնում ենք ռազմագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին, եւ ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտանքների եւ խոշտանգումների։ Սա ամբողջովին խարխլում է Ժնևյան կոնվենցիայի տրամաբանությունը։ Undermine the very logic of Geneva Conventions. Խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է։
Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն։ Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց ավելին, Ժնևյան կոնվենցիաները միանշանակ սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։ Դրանք են անդամալույցները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները։ Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ։ Ladies and gentlemen, Տիկնայք եւ պարոնայք, այս զեկույցը մենք օգտագործում ենք որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է։ Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Շնորհակալություն։ thank you. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն Ադրբեջանի նախագահին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն իսրայելական անօդաչու թռչող սարքերը եւ ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով, հաղորդում է իռնագործակալությունը։ Իլհամ Ալիևի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքյանը նաեւ ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, մինչդեռ Իսրայելի ռեժիմը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ, թիրախավորելով միջուկային օբյեկտները։ Ըստ լրատվական գործակալության Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների եւ դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Ալիևը նաև հերքել է մեղադրանքները, թե Ադրբեջանը օդային տարածքը իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվել է Իրանին հարվածելու համար։ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները հասել են իրենց նպատակին, այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը, միանալով նախագահ Դոնալդ Թրամփին, ով քննադատել էր ամերիկյան լրատվամիջոցներին գործողության արդյունքները կասկածի տակ դնելու համար։ Սպիտակ տան ղեկավարն էլ պնդել է, թե Իրանը ամերիկյան հարձակումից առաջ չի կարողացել տեղափոխել միջուկային պաշարները, այդ թվում հարստացված ուրանը։ Ոչինչ օբյեկտից դուրս չի բերվել, դա կլիներ չափազանց երկար, չափազանց վտանգավոր, շատ ծանր եւ դժվար տեղափոխելի քայլ, գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։ Ուկրաինան եւ Ռուսաստանը կրկին գերիներ են փոխանակել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հայրենիք են վերադարձել զինված ուժերի ազգային գվարդիայի եւ պետական սահմանապահ ծառայության զինծառայողները, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից։ Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելարուս։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների ժամանակ Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնել էին փոխանակել 18-ից 25 տարեկան անձանց ծանր հիվանդներին, ինչպես նաեւ զոհվածների մարմինները։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Արշակունյաց 12 հասցեում գործող ոսկերչական գործարանի եւ խանութ սրահների մուտքը այժմ այցելուների եւ անցորդների համար դարձել է առավել ներկայանալի։ Նոր տեղադրված հուշարձան կիսանդրու շնորհիվ Էմիլ Գրիգորյանը տասնամյակներ շարունակ հենց այս գործարանն է ղեկավարել, նոր զարկ տալով Հայաստանի ոսկերչական արվեստին։ Հունիսի 25-ին տեղի ունեցած ուշ ցերեկույթը համախմբել էր ազգանվեր հայորդու բարերար ու գործարար Էմիլ Գրիգորյանի հարազատներին, ընկերներին ու նրան լավ ճանաչող անձանց։ Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին մեծարման եւ գնահատանքի խոսքեր։ Եվ այսօր մենք ուզում ենք հանդեսի ձևով նշենք երախտապարտ լինելով եւ նրան եւ նրա ստեղծած կոլեկտիվին եւ նրա բարեգործությունների լեգենդար շարքի գնահատմանը, որը դժվար է մեկ խոսքում ամփոփել։ Ազգանվերը հայի այս կիսանդրին ստեղծել են ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու քանդակագործ Տիգրան Մուրադյանը, համատեղ աշխատանքի ու երկարատև մտորումների արդյունքում։ Հարազատների ցանկությունն էր, որ այդ կարևոր գործը իրականացնեն Էմիլ Գրիգորյանին խորությամբ ճանաչող վարպետները, ապահովելով քանդակի ավարտուն ու ճշգրիտ տեսքը։ Քանդակագործին ասացի, որ պետքա միացնես մի պատկերի մեջ իր հպարտությունը, իր բարությունը եւ իր հումորը, ինքը ասեց, բայց այդ ոնց պետք է անեմ, ու կպցրել էր պատին 50 նկար իր տարբեր տրամադրություններով ու վերջը ոնց որ իմ կարծիքով մենք ստացանք այն, ինչ որ ուզում էինք, ինձ շատ դուր է գալիս։ Ամեն հայ ոսկերի չէ, ոսկին նվիրում են միայն ուրախության առիթներին։ Հարազատները մշտապես են հիշում Էմիլ Գրիգորյանի այս խոսքերը, որոնք վկայում են նրա դեպի հայ ժողովուրդը ունեցած անսահման սիրո եւ խոր գիտակցության մասին։ Առաջինը, որ կազմակերպեց ոսկերիչների ասոցիացիա եւ ինքն էլ նախագահն էր ոսկերիչների եւ ադամանդագործների, կազմակերպում էր Հայաստանում ոսկերչական ցուցահանդեսներ, նույնիսկ այս շենքում ուզում էր անել մեծ ինչ-որ սենց ոսկերչական խանութ, որ բոլորը ստեղ իրանց վաճառք անեն։
Ներկաները հուշ ցերեկույթի ընթացքում դիտեցին նաև Էմիլ Գրիգորյանին նվիրված ֆիլմից հատվածներ։ Այս ոսկերչական գործարանի արտադրանքը սպառում են ինչպես մեր, այնպես էլ Ռուսաստանի, Արաբական Էմիրությունների, Ամերիկայի ու Եվրոպայի շուկաներում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։